Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել է թշնամաբար կգրավի Կուբան, թե բարեկամաբար։ Այլընտրանքի բազմազանության պայմաններում ԱՄՆ նախագահն ասում է՝ կանեմ ինչ ուզում եմ։ Կարող եմ ազատագրել կամ զավթել, կարծում եմ կարող եմ անել այն, ինչ ուզում եմ։ Եվ թեև Կուբան ըստ Թրամփի արդեն թուլացած երկիր է, միևնույնն է այն գրավելն իր համար մեծ պատիվ է համարում։ Ես հավատում եմ, որ պատիվ կունենամ վերցնելու Կուբան, մեծ պատիվ կլինի դա։ Կուբան ձախողված երկիր է, փող չունեն, նավթ չունեն, ոչինչ չունեն։ Փոխարենն ունեն լավ հողեր ու գեղեցիկ լանդշաֆտ, ասում է Թրամփը, բայց նույն կերպ չի բնորոշում Կուբայի նախագահին։ New York Times-ը իր աղբյուրներին հղում անելով հայտնել է, որ ԱՄՆ ձգտում է իշխանությունից հեռացնել Միգել Դիազ-Կանելին։ Միացյալ Նահանգները Կուբային ասել է, որ նախագահը պետք է հրաժարական տա բանակցություններում էական առաջընթացի հասնելու համար, նշել է պարբերականը։ Մարտի 13-ին Կուբայի նախագահը հայտարարել էր, որ բանակցություններ են սկսել ԱՄՆ իշխանությունների հետ երկու երկրների տարաձայնությունները լուծելու համար։ Թրամփի վարչակազմն ավելի վաղ արգելափակել էր նավթի մատակարարումը Կուբա։ Այդ երկրի նավթի հիմնական մատակարարը Վենեսուելան էր։ Այս տարի հունվարին Վենեսուելայում ԱՄՆ-ի հատուկ գործողություններից եւ երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Կարակասը դադարեցրել է նավթի մատակարարումը կուբացիներին։ Այս քայլը լուրջ հարված էր արդեն իսկ էլեկտրոէներգիայի մատակարարման խափանումներ ունեցող տնտեսական ծանր կացության մեջ գտնվող երկրի համար։ Բացի այդ, Վաշինգտոնը սպառնացել է, որ բարձր մաքսատուրքեր կսահմանի այն երկրների նկատմամբ, որոնք սկսեն նավթ վաճառել Կուբային։ Այս իրավիճակում Թրամփն ասում է՝ կգրավի Կուբան, երբ Իրանի հետ պատերազմից հետո իր գրաֆիկն ավելի թեթև կլինի։ Մենք նախքան Կուբային հասնելը Իրանի հետ գործ ունենք, բայց կարծում եմ, որ Կուբայի հետ ինչ-որ բան շատ արագ կպատահի։ Կուբայում ապրելն արդեն իսկ դժվար է, ասում են այդ երկրի բնակիչները։ Մարտի 16-ի գիշերը կղզի երկիրն ամբողջովին հոսանքազրկվել էր։ Առանց էլեկտրականության է մնացել 10 միլիոն մարդ։ Ես երաժիշտ եմ եւ սա իսկապես շատ է ազդում մեզ վրա, տուժում է ամեն ինչ։ Մեզ անհրաժեշտ են էլեկտրոնային սարքավորումներ եւ այլն, բայց մենք ոչինչ չենք կարող անել, բացի դիմակայելուց եւ առաջ շարժվելուց։ Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները լինում էին անկախ ԱՄՆ-ի միջամտությունից։ Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Լեո Գրանդեն, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է Կուբան, ասում է, որ երկրի էներգետիկ ցանցը պատշաճ չի պահպանվել, ենթակառուցվածքների շահագործման ժամկետը վաղուց լրացել է։ Ցանցի վրա աշխատող տեխնիկները հրաշագործներ են, որ կարողանում են այն ընդհանրապես աշխատեցնել, եթե հաշվի առնենք այժմյան վիճակը։ Սա մշտական տառապանք է ընդհանուր բնակչության համար, եւ ի վերջո տնտեսությունը կարող է ամբողջությամբ փլուզվել, եւ այդ դեպքում կլինի սոցիալական քաոս եւ հավանաբար զանգվածային միգրացիա։ Իսկ եթե այս ամենին գումարվում է այն, որ կղզին 3 ամիս նավթամթերք չի ստացել եւ շարունակում է իր գոյությունը արևային էներգիայի, բնական գազի եւ ջերմաէլեկտրակայանների հաշվին, եւ որ կառավարությունը ստիպված է օրինակ հետաձգելու տասնյակ հազարավոր մարդկանց վիրահատությունները, պատկերը դառնում է ամբողջական, եւ դա կարծես հաստատում է Թրամփի Կուբան թուլացել է համոզմունքը։ Ամենածանր տնտեսական ճգնաժամերից մեկի ընթացքում, գուցե նաև ռազմական հարվածից առաջ, կղզի պետությունում բողոքի ցույցեր են անցկացվում։ Ցուցարարները պահանջում են բարելավել կենսապայմանները, քարեր են նետում կոմունիստական կուսակցության գրասենյակի վրա եւ այլն։ Մեկ այլ հարված էլ բնությունն է հասցրել։ Մարտի 17-ի գիշերը Կուբայի ափերի մոտ 5.8 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։